Ասում ենք եղեցին կամք քո որպես հերկինս եւ երկրի։ Դա անշուշտ փոխկապակցված է նախորդ խնդրանքի հետ, ինչու որովհետեւ Աստծո արքայությունը ենթադրում է արքայի կամքի դրսևորում, այսինքն ցանկացած թագավորության մեջ գոյություն ունի օրենք, որը թագավորի կամքն է, թագավորի օրենքն է եւ խոսքն է։ Այդպես եւ Աստծո արքայության մեջ, Աստծո սիրո դրսևորման այդ տարածքում պետք է լինի Աստծո կամքը։ Ինչու՞։ Չէ՞ որ մեզ ազատ կամք է տվել Աստված։ Հենց դրա համար ենք մենք խնդրում։ Աստծո կամքը անփոփոխ այն միշտ կա, ամբողջ տիեզերքը շարժվում է Աստծո կամքով։ Աստղերը, մոլորակները, ամբողջ բնությունը եւ միակ տեղը, որտեղ Աստծո կամքը կարող է դրսևորվել կամ ոչ, դա մարդկային սիրտն է։ Եվ մենք խնդրում ենք, որպեսզի իրականանա Աստծո սիրո կամքը մեր մեջ նաեւ, մեր սրտերը հասնի եւ այլ մարդկանց սրտերը հասնի։ Ինչու որտեղ Աստծո կամքը բարի եւ կատարյալ։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչից ամենագեղեցիկը, ամենակատարյալը, ամենաբարին Աստծո կամքն է։ Եվ մեզ անհրաժեշտ է անշուշտ այդ կամքը ունենալ, մեր կամքը ուղղել դեպի Աստվածային կամքը։ Մեր կամքը վնասված է մեղքով, մենք մաքրագործված չենք եւ պետք է մեր մարդկային ջանքերով հնազանդեցնենք մեր կամքը Աստծուն։ Ինչպես Հիսուս Գեթսեման պարտեզում երբ աղոթք է անում, ասում է՝ Հայր, ոչ թե իմ կամքը լինի, այլ քոնը։ Ցույց տալով, որ թե ինչպես պետք է մարդկայինը հնազանդեցնել Աստծուն։ Ոչ թե այդպես կույր ինչ որ հնազանդությամբ, այլ ճանաչելով Աստծո սերը։ Եվ դու գիտես, որ քեզ մեկը անչափ սիրում է, եւ գիտես, որ ինքը ամենակարող է, քեզ կարող է ամեն բան տալ, արդեն կարիք չունես կասկածելու եւ քո կամքը առաջ տանելու։ Գիտես, որ իր կամքը գերագույն բարիք է եւ խնդրում ես, որպեսզի խոչընդոտներ չլինեն իր կամքի դրսևորման թե քո անձնական կյանքում, թե ընդհանրապես այս աշխարհում։